Բարի լույս, բարի լավ օր ձեզ, ժողովուրդ ջան, բարի հանգիստ ձեզ։ Ուրեմն նախ առաջին ասեմ, որ վերջին դրած վիդեոս դրել եմ ու ճիշտ ասած գնացել եմ քնեմ։ Ինչի համար, որպեսզի վիդեոյի տակ այն պուպուշ կանայք տղամարդիկ են գրիչով, պինցետով խոսացողներին, որպեսզի տեղը չդնեմ իրանց, որոնք գալիս են ինձ խորհուրդ տալու, որ աղջիկ ջան հələ բերանիդ լեքսիկոնը նայի, ես ավելի վատ լեքսիկոնով կարամ խոսեմ, բայց ինձ թույլ չեմ տվել նման բան, ինչի, որովհետև խնայել եմ իմ ժողովրդի ականջները, այս փլուշի ամբողջական եթերը չեմ տեղադրել, որպեսզի նույնպես խնայեմ իմ ժողովրդի ականջները, բայց խորհուրդ տվողները, այդ ինձ մեղադրողները եւ այլն, բոլորիդ խորհուրդ եմ տալիս, մի հատ ինձ նամակ գրեք, ես իրա վիդեոն ուղարկեմ ձեզ ու եթե ձեզ, կոնկրետ ձեզ այս ամեն ինչ ասեին, ես տեսնեմ դուք ձեզ ոնց էիք պահելու, տենց չոտքի, տենց ձեր արհամարանքը այնքան ուժեղ էր լինելու, որ դուք չպատասխանեիք։ Երկրորդը, սա միտումնավոր արած ճնշում է, հոգեբանական, նման վասմիգրանիկ կրողների, իբր կրողների էլի, կողմից սենց քսի են տվել վրես, որպեսզի ինձ վախեցնեն, թե այդ մշակույթի մարդկանցով, թե ինչ որ այլ ձևակերպումով ուզում են ինձ վախացնեն, բայց սրանք տեղը չեն բերում, որ վախը իմ մոտ ընդհանրապես ոչ մի գործոն չունի։ Վախը մի կողմից լավ բան է, զգուշություն է, բայց սրանց կողմից այս ահաբեկչական այս գործողությունները իմ մոտ չի անցնելու։ Սրանք չեն կարողանալու իմ դեմը առնեն։ Ում ուզում է բերեն։ Ուրեմն այս փլուշը, որ ներկայանում է որպես վասմիգրանիկ կրող, ես ժողովուրդ ջան ասեմ, որ ոչ մի նման գաղափար կրող սենց հեռախոս չի կրում։ Իրանց մոտ կնոպճնի հեռախոսներ են։ Իսկ եսի եթերներ ամտնում, էֆիրներ անում, չեմ անում, ինչ անում, ես ընդհանրապես վասմիգրանիկ այդ հասկացողությունից շատ հեռու է։ Բայց քանի որ շատերը չեն հասկանում, լսելով այս փլուշներին, որ իր անունը դրել է единственный, просто մոռացել է կողքը մի հատ բառ ավելացնի, единственный պիտուխ TikTok-ը։ Ինքը մոռացել է այդ բառը ավելացնի, էլի։ Հիմա նման երևույթները, որոնք իրանց ջան ու ջանդակը նկարում են, դնում են TikTok-ներում, որ հայելի տեսեք ես ով եմ, ու ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ինքը իր եթերների, իր այս վիդեոների մեջ անընդհատ կրկնում է, հանգարց տակը ավել պակաս բան չգրեք, արա։ Ահա, այսինքն զգուշացնում է, էլի, այսինքն ինքը հասկանում է, որ տակը կարող է պատահին այս բան գրեն, որ вообще իրան հարիր չլինի, էլի, իր այդ տատոներին հարիր չլինի։ Ուրեմն այդ единственный պիտուխ TikTok-ի տեղը չի բերել, էլի, որ կարող է դիմացինը շատ լավ գիտակցի, թե ինքը ով է, էլի, на самом деле։ Այստեղ մենակ ցավալին գիտեք որն է, որ մեր եկեղեցու գլուխը, հա, սրանց նմանների հետ նկարներ ունի։ Այս նայեք այս նկարը։ Այսինքն սա ինչ է ասում, էլի, որ B գարեգինն ու էսի նույն մակարդակի, նույն հավասարության վրա գտնվող տականքներ են։ Պատկերացնեք ինչքան հեռու է այս տականքը Աստծուց, որ սրա նման փլուշի հետ է նկարվել, sense գորդի կանգնել։ Չգիտեմ, ուզեցել է ցույց տա, որ էսա իր ախրանիկը, թե ինչ, չեմ անում։ Չի էլ հուզում, ճիշտ ասած, բայց որ այս համակարգը, այս երևույթը ստեղծվել է միշտ պետության կողմից, սովետի ժամանակվանից, որպեսզի որոշ հարցեր, այսպես տակից լուծեն, հա, մարդկանց գլուխներ ուտեն եւ այլն, այսպես փարչակների են ստեղծել, դա փաստ է։ Ու հիմա այս փարչակը մնացել է անգործ։ Որովհետև Ռուսաստանները բաց են արդեն գոպնիկությամբ զբաղված, սրանց կարիքը չկա, դե Հայաստանում էլ սրան բանի տեղ դնող չկա։ Ճոգիկ։ Պրոստը բգագոես, ինչ չարու չատլախ ես, նայ, տեսնում ես, էսի քո երեսն է։ Այս սրանց նման ձեռքով եք դուք հայերի կյանքերը կերել Ռուսաստաններում։ Այս սրանց նմանների ձեռքերով։ Ժողովուրդ ջան, այս հոգեբանական այս ճնշումները արվում է նրա համար, որպեսզի ահաբեկեն ժողովրդին, ահաբեկեն այն մարդկանց, այն տղերքին, ովքեր որ ինչ որ միտեղ մտածում են, որ սրանք չպետք է գան, ոչ մի ձևի չպետք է գան։ Հա, կարող է ինչ որ հարցում աբիժնիկ են Փաշինյանից, բայց հասկանում են, որ սրանք չպետք է գան ու ձեն չեն կարող հանեն։ Որովհետև շարից, այսպես բոզի շարերից ուզում են հերո իրանց պահեն, էլի, հասկանում եք, որովհետև էս իրոք շար է։ Էսի ոտից գլուխ քայլող շարը, բայց ես խորոփած ունեմ այսպես շարերի վրա, կտարորեմ կանցնեմ իմ ոտերին չի։ Սրանք այս ամեն ինչ անում են ընդհանրապես ճնշելու համար, ընդհանրապես վախեցնելու համար, որտեղ իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում, աբսոլյուտնա։ Սրանք այս ամեն ինչ անում են, որպեսզի համացանցում միացած տխրություն համատարած սկսվի Նիկոլի կողմից, Նիկոլին աջակցողների կողմից, sense մի հատ տխրություն սկսվի, որ իրանց վեսը բարձրանա առը։
Ոչ մի բան սրանց մոտ չի ստացվի, որտեվ իրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Իրանք ընդհանրապես գիտեք ինչու են սխալ, որ իրոք չեն գիտակցում ինչա կատարվում, որ իրոք չեն գիտակցում թե ժողովուրդը ինչա մտածում իրանց մասին։ Իրանք իրոք չեն հասկանում այդ process-ը։ Դրա համար պետք է մեկ-մեկ իրանց հասկացնելը։ Ես իհարկե այդ բառապաշարը, որ օգտագործել եմ, ես հատուկ եմ օգտագործել, հատուկ, որ բավարարեմ իրանց, էլի այդ անբավարարածներին։ Դե որտեվ անբավարարված են, չէ, մենք էլ իրանց պետք է բավարարենք, էլի, սենց է դուրս գալիս։ Ու ես չգիտեմ կոնկրետ ով է սրանք քսի տղային վրա, իմ ոտերին էլ չի։ Ճիշտ ասած, ընդհանրապես այդ հարցը ինձ չի հուզում, թե ով է սրանք քսի տղային վրա։ Հիմա քսի են տվել, դե շունա քսի են տվել։ Ինքնաշունիկի պես են, որ ասել են հասար զգաց, տայած միրնը լիժած, նույն գործողությունը արել է, ինչպես միշտ սովոր է եղել անի։ Հա, բայց դե հաստ գերանի ռաստ եկավ։ Դե հիմա թող գնա իմանա թե որը որտեղից է, որտեղ ինքը կասի, ինձ ես կասեմ։ Թող պատրաստ լինի այդ հակահարվածին։ Մյուս անգամ թող երկար բարակ մտածի ում հասցեին ինչերա բլթացնում։ Սրանք նաև այս ամեն ինչը անում են, որպեսզի ցույց տան, որ Հայաստանի Հանրապետությունում բարդակ է։ Ոչ մի իրավական գործոն իր տեղում չի, ոչ մի իրավական համակարգ չի աշխատում, բարդակ է, սրանք ինչ կուզենան կանեն։ Այսինքն սրանք սա են ուզում ցույց տան, բայց մոռանում են այս պիտուղ գամբուրսկիները մի հատ խոստովանվեն, թե որ պետությունում են վերընկած, էլի։ Ասենք Ուկրաինայում են, թե Ռուսաստանում են, թե որտեղ են։ Ժողովուրդ ջան, եթե նման այդ պետություններում, տարբեր պետություններում վերընկած, այսինքն единственный պիտուղները, ասենք, հելնում են ինչ որ արտահայտություն են անում։ Ձեզ ինչ ա թվում, Հայաստանի Հանրապետությունը ինչ պիտի անի։ Չէ, եթե սա լիներ Հայաստանի Հանրապետությունում, հաջորդ օրը ինքը կստանար իր իրավական պատասխանը։ Բայց սա վերընկածը ընդամենը Ռուսաստանում է, թե Ուկրաինայում է, մեկ ասում Ուկրաինայում ինչ չի ուզում որտեղ է։ Աբսոլյուտն չի ուզում։ Ինքը ընդամենը TikTok-ով on-line սեքս անող է, պատասխանել ստացել է, ոտս մտել է բողազը։ Այսքան բան։ Նենց որ ժողովուրդ ջան, այս ամեն ինչը որ դուք տեսնում եք, այս ամեն ինչը որ տեսնում եք, դուք հասկացիք մի պարզ բան, որ սրանք Հայաստանում չեն վերընկած։ Հայաստանը իրավական պետություն է։ Հայաստանում երբեք մարդու իրավունքները չի խախտվել։ Այդ որ հելնում են տենց գորգռում են մարդու իրավունքները խախտվել են, քաղ բանտարկյալներ են, ինչքան գող կա, ինչքան պետությունս քերող կա, իրան դրել է քաղ բանտարկյալի տեղ։ Հիմա տեսեք, այն Նարեկի օրինակը հայհոյանքներ էր տալիս ժողովրդիներ, Փաշինյանին, տրողներիներ, թե ումեր չեմ հիշում, ես չեմ ուզում խորանամ այդ հարցում։ Խոսքի օրինակ եմ ասում։ Տեսեք հիմա որտեղ է։ Այ եթե այս единственный պիտուխը լիներ Հայաստանի Հանրապետությունում, ինքը իր իրավական պատասխանը կստանար։ Ասելիքս այն է ժողովուրդ ջան, ուշադիր լսեք այս պահը։ Որ սրանց միակ նպատակը այն է, որ ձեզ ցույց տան, որ Հայաստանի Հանրապետությունը բարդակխանա է դարել։ Ով ինչ ուզում անում է։ Սրանց նպատակը սա է։ Ուրիշ նպատակ չունեն։ Դե ին վրա էլ քսի են տվել, որտեվ հասկանում եմ, որ 6 ու 8 արած աչքերս նայում եմ, թե սրանք ինչ են անում ու հակադարձում եմ։ Դրա համար էլ սրանք քսի են տվել ին վրա։ Այսօր սենց։ Մեկն էլ ունես ճշտով էլի, մեկը գրել էր, բա դու այդ նույն բառապաշարով այդ ճշտով որ նայենք դու էլ ես իրա նման։ Ես պատասխանել եմ։ Եկել է իմ դաշտ, իմ ծնողին ա վարքաբեկե, իմ տուն ա մտել այդ պղծվածը, ես հակադարձել եմ։ Դու տղա ջան, ճշտով լրի բորշդ կեր։ Անուշլնի, այն ինչ որ լցնի քո վրա, դիր համով կեր, ես չեմ ուտելու։ Այսօր սենց։ Մեկն էլ շատ հետաքրքիր հարց էր տվել, Մերի ջան, ինչ գիտես, որ ինքը քթով բավարարում է իր Նատաշին։ Ուրեմն ես ձեզ մի հատ բացահայտում անեմ, ժողովուրդ ջան։ Ռուս կինը, ուկրաինացի կինը չեմ մանում։ Ինքը իր տղամարդու համար պատրաստ է ամեն ինչ անի այդ առումով։ Բայց դրա հետ մեկտեղ պահանջատեր է, որ նույնը իր տղամարդը անի, նես չի էլի, որ ինքը տալիս է առանց վերցնելու։ Ուրեմն եթե ես լրիվ վաստակը նման կնոջ հետ, նման ջահել կնոջ հետ, էլի մի հատ մտեք նկարները նայեք, էլի, որ լրիվ համապատասխան են, ձև չի էլի, որ հանգարց էսի այդ կնոջը չբավարարի։ Հիմա այս Ռուսաստանի, Ուկրաինայի այս կանանց sense բավարարելով ուզում են գալ մեզ բավարարեն, էլի այս հոգնածները։ Այս է։ Դրա համար էլ վստահ ասում եմ, որ ռուսկինը չի հանդուրժի իր կողքը ինչ որ մի հատ փարչակի, որ մենակ ստանա, էլի։ Նաև պետք է տա։ Ոմանք էլ ինձ անընդհատ խորհուրդ են տալի, թե Մերի ջան, արհամարի շունա հաչումա, չէ, ժողովուրդ ջան, ամեն ինչ չի որ ստացվում է արհամարել։ Ամեն ինչ չի որ պետք է արհամարես։ Պետք է սրանց մի հատ իրանց տեղը լավ ցույց տաս, թե իրանք ովքեր են։ Էդի մեկ, երկրորդն էլ ժողովուրդ ջան, եթե քո դեմ գալիս է պատերազմելու ինչ որ պուլեմյոտով, հա, դու քո դանակով հարց չես լուծի։ Դու քո փոքր զենքով հարց չես լուծի, եթե ինքը եկել է պուլեմյոտով, պետք է տանկը տառնես, մի հատ լղճորես էթաս։ Հասկացաք, թե չէ ուրիշ ձև հնար չկա։ Եթե ես մտածեի, որ սրանց արածները ժողովրդի վրա չի ազդում, ես ընդհանրապես կլռեի։ Բայց քանի որ մենք ունենք այդպիսի մասա, որոնք այս ճակերտավոր պիտուխներից վասմիկրանի կրողի փրելի, վասմիկրանի կրողը նես լավ տղա է, էլի։ Եթե ես վստահ լինեի, որ սրանց արհամարում են իմ ազգը, իմ ժողովուրդը,
Ես вообще կլռեի, բայց ես վստահ եմ, որ շատ շատերն են սրանց ասածները լուրջ ընդունում, ինչ որ վախ ապրում եւ այլն։ Վախը դա կործանարար գործիք է։ Դա շատ կործանարար գործիք է։ Մի հատ էլ արագ անդրադառնամ այդ չունգուլիչերի ելույթի տակ գրող ճակերտավոր տղամարդկանց, ճակերտավոր կանանց, որոնք հետո գալիս են իմ մոտ ասում են հələ բերնի լեքսիկոնին նայի, բայնի դզմեր համով էր ուտում էիք, հա, տենց լավ էիք զգում ձեզ։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ դուք այդ նյութերի տակ, այդ լայքեր տնողներդ ու այդ նյութը հավանողներդ, ախպերս լավ ես ասում, բան, սենց, սաղդ այդ չունգուլիչերի շլվարի ցեփը իջեցնող բարձրացնողներ եք, ուրիշ ոչինչ։ Եվ վերջին հարցին պատասխանեմ, ժողովուրդ, ես կուսակցական չեմ։ Ես պաշտոնյա չեմ։ Ես անգամ լրագրող չեմ։ Ես ազատ քաղաքացի եմ։ Հայաստանի Հանրապետության անկախ ինքնիշխան հանրապետության ազատ քաղաքացի եմ։ Հասկացաք։ Ինչի՞ չեմ մտնում ԿՊ։ Լավ եմ անում, որովհետև ԿՊ-ն ունի իր կանոնադրությունը։ Էսի կարելի ասել, էսի չի կարելի ասել։ Իսկ սենց ես ազատ քաղաքացի եմ։ Երկրորդն գոյություն ունի այսպիսի մի փաստ մարդու ֆակտորը։ Ասենք մարդը կարա շեղվի փողի վրա հանգարց ինչ որ կոռուպցիայով զբաղվի։ Ես եմ բլոգերներից եմ եղել, որը մատնանշել է նման պաշտոնյային։ Այսինքն դա կլինի քաղաքացիական պայմանագրից, թե հակառակ կողմից կապ չունի, իմ համար կապ չունի, իմ երկրում չպետք է լինի կոռուպցիա, ես գիտեմ ինչքան բարդ է դրա դեմ պայքարել է, որովհետև մենք ունենք շատ վախկոտ մասսա ժողովուրդ, որը տանուկաշարքը տալիս է ու վախենում է ասի դրա մասին, առավել եւս որ հիմա քրեորեն պատժվում է տվողն էլ։ Շատ բարդ է դրա դեմ պայքարելը, որովհետև ես ունեմ լիքը մարդիկ, ովքեր գալիս են ինձ բողոքվում են, բայց հանգարց հարցը գալիս է նրան, որ պետք է ինչ-որ գործողություն արվի, հետ են կանգնում, վախենում են։ Դրա համար էլ այդ կոռուպցիան էլ շարունակվում է, այո, խնդիրները կան։ Ուստի ես չեմ մտնում ԿՊ, որպեսզի խնդիրները բարձրաձայնելիս հանկարծ չնեղվեմ, թե որ կուսակցությունից է տվյալ անձնավորությունը։ Այսքանը ժողովուրդ ջան։